Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս ցույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը։ Այս պայդրությամբ 6 միլիարդ դրամից ավել կուտակված գումար է առկա եւ եթե կհիշեք հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալի կողմից կրկին մուտքագրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ես Մելոյան Գոհարես եւ գործընկերս Արտուրը Միքայելյան ներկա ենք եւ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված եւ արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է եւ մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել, անպատասխան է մնացել։ Հետևաբար մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, ինքը լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից էր մեր սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ եւ պահանջներ ներկայացնել։ Հետևաբար այսօր մենք տալիս ենք այս ստորագրահավաքի մեկնարկը եւ արդյունքում կրկին թիրախային մարմինը, իրավասու մարմինը լինելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որտեղ մեր պահանջը, դիմումը մուտք ենք անելու մեր քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության բնակիչների ստորագրություններով։ Գործընկերս կներկայացնի տեքստը հանրագրի եւ հետագա գործընթացը կյանքի կոչելու։ Ուրեմն ինչպես Գոհար Մելոյան նշեց, հանրագիրը ներկայացվել է մեր ձևով ժողովրդական շարժման կողմից, այն կրելու է համապետական բնույթ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն մասնակցել հանրագրի ստորագրմանը։ Հանրագիրը բավարար քանակով ստորագրություններ հավաքելուց հետո որոշ ժամանակ անց մենք տվյալ ստորագրություններով կներկայացնենք արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։ Հիմա ես կընթերցեմ հանրագրի տեքստը ու որից հետո եթե կլինեն հարցեր սիրով կպատասխանենք։ Հանրագիր Հայաստանի Հանրապետության բնակչության հոսանքի սակագինը իջեցնելու վերաբերյալ պետական իրավասու մարմին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիմք ընդունելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 520N որոշման համար 2 հավելվածով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների սահմանման եւ վերանայման կարգի 3-րդ գլուխը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կողմից 2025 թվականի հունիսի 6-ին ներկայացված թիվ E1908 գծիկ 25 եւ հոկտեմբերի 30-ի թիվ գրությունները հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն անհրաժեշտ հասույթի եւ գնման էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի եւ հաշվարկային մեծությունների դրական տարբերությունը 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում կազմել է 3.6 միլիարդ ՀՀ դրամ, սույն թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերոհիշյալ դրական տարբերությունը ոչ միայն չի նվազել, այլ աճել է կազմելով շուրջ 6 միլիարդ դրամ։
Պահանջում ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան վերոհիշյալ կարգով սահմանված ամենասեղմ ժամկետում նվազեցնել 01 նոյեմբերի 2024 01-10-2024 ընկած ժամանակահատվածում ընկերությանն անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի և հաշվարկային մեծությունների առաջացած դրական տարբերության ճշգրտված մեծության չափով և տնտեսված միջոցները ուղղել վերջնական սպառողների, առավելապես բնակչության սոցիալական անապահով խմբերի համար սահմանված սակագների նվազեցմանը։ Այստեղ հիմնավորումը կայանում է նրանում, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5 միլիարդ կիլովատժամ, որից 2.1 միլիարդ կիլովատժամը սպառվել է բնակչության կողմից։ Եվ եթե մենք դիտարկում ենք, որ կա 6 միլիարդ եւ ավել դրամի խնայողություն, որը որ մենք բաժանենք 2 միլիարդ բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի, դա կազմում է մոտ 3 դրամի կարգով, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը։ Սա է մեր դիրքորոշումը ու մեր հանրագրի պահանջը։